Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին Քրիստոսի Սուրբ Զինձյան տոնից 40 օր անց նշում է Կյառն Ընդառաջը, 40-օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու հիշատակությունը։ Տոնը ունի ոչ միայն եկեղեցական, այլև հարուստ ժողովրդական ավանդույթներ։ Ըստ ընդունված սովորույթի այդ օրը խնամիները փոխայցելություններ են կատարում, իսկ նորը հարս ունեցող ընտանիքին այցելում են հարսի հարազատները։ Այս տարի տոնը նշել են բազմաթիվ նորապսակ զույգեր, որոնցից է նաև Ռոզա Դավթյանը։ Ռոզան եւ նրա ամուսինը Գուրգենը մշտապես գտնվում են հարության ուշադրության կենտրոնում։ Ռոզան սոցիալական հարթակներում ցուցադրել է տոնին նախորդող նախապատրաստական աշխատանքները, ներկայացնելով, թե ինչպես են պատրաստվում տոնական սեղանին նախատեսված տարբեր ուտեստները։ Պատրաստում ենք հալվա տրնդեզի համար եւ ալյուրը դրել ենք կրակին, պիտի բովենք, հետո ավելացնելու ենք կարակ, հետո քանի որ մենք քիչ ենք օգտագործում շաքարավազ, ավելացնելու ենք մեղր եւ ստանանք մեր հալվան։ Կարակն ավելացրինք, խառնեցինք, հիմա մեղր ենք ավելացնելու։ Սա էլ կխառնենք եւ արդեն պատրաստ է, չէ՞։ Մեր հալվան պատրաստ է արդեն, հələ ինչ շքեղ տեսք ունի։ Ընդամենը 10 րոպեում պատրաստեցինք։ Եվ սա կփորձենք հիմա։ Տեսանյութերում երևում է նաև, թե ինչպես է սկեսուրը պատրաստում ավանդական գաթա, պահպանելով ընտանեկան բաղադրատոմսը։ Զույգը կարևորում է ազգային եւ ընտանեկան արժեքների պահպանումը։ Հարսանեկան արարողության ժամանակ ավանդական արժեքները, ավանդույթները նույնպես պահպանվել էին։ Դե ինչ, Օրագիր Նյուզը շարունակում է հետևել, թե ինչ է տեղի ունենում հայտնիների կյանքում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։